Բարեկամական խմբի մակարդակով Երևանում էին Լեհաստանի Սեյմի պատվիրակները։ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբը մեր երկրում է հարաբերությունների առավել զարգացման ու հեռանկարային համագործակցության ընդլայնման համատեքստում։ Առաջին հանդիպումը եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների հետ է։ Առանցքում եվրոպական օրակարգին առնչվող հարցեր են։ Ազգային ժողովի падգամավորները լեհ գործընկերներին ներկայացրին Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ձգտումները։ Արման Եղոյանը փաստում է, որ Եվրամիության շրջանակում Լեհաստանը մեզ համար առանցքային երկիր է ու մանրամասնում պաշտոնական Երևանի հաստատուն դիրքորոշումը եվրոպական արժեքների ամրապնման հարցում։ Падգամավորի դիտարկմամբ մեզ համար հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնել է Լեհաստանը։ Իրենք եւս մեկ անգամ կարևորեցին, որպես նախագահող երկիր այնտեղ արևելյան գործընկերության ձևաչափը, ինչպես նաև Եվրամիության հետագա ընդլայնման շուրջ հստակության կարևորությունը։ Հանդիպմանը հանձնաժողովի նախագահը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է դիտարկել եվրոպական ինտեգրման հարցում Եվրամիության անդամ երկրների հաջողված փորձը, որոնց թվում է նաև Լեհաստանը։ Եվրոինտեգրման ամենալավ պատմություններից մեկ ունի Լեհաստանը, տնտեսության թռիչքաձև աճով 20 տարի առաջվա համեմատ, եթե նայենք ենթակառուցվածքների զարգացմամբ եւ այս առումով իրենց փորձը մեզ համար շատ կարեւոր է։ Հաջորդ ասպեկտով էլ խորհրդարանականները Սեյմի գործընկերներին ներկայացրին մեր երկրի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծն ու փաստեցին, որ այն տարածաշրջանում խաղաղության օրակարգի եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։ Սա Հայաստանի Հանրապետության տեսլականն է, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորվեն հարևանների հետ։ Մեր տարածաշրջանը որպես խաչմերուկ, որպես կոմունիկացիա համաշխարհային իմաստով շատ կարևոր է։ Եվ հույս ունենք, որ Լեհաստանը իր ներդրումը կունենա ահա այս սահմանների բացման եւ նորմալ կոմունիկացիաների վերականգնման հարցում։ Սեյմի պատվիրակության հաջորդ հանդիպումը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ է։ Սարգիս Խանդանյանը փաստում է, Լեհաստանում տեղի ունեցած ընտրություններով պայմանավորված որոշակի դադարից հետո ուրախ ենք կրկին վերադառնալ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման փուլ։ Անդրադարձ կատարվեց նաև վերջերս ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին։ Խորհրդարանական վերջին հանդիպումը բարեկամական խմբերի միջև է, հայկական կողմից այն ղեկավարում է Արուսյակ Ջուլհակյանը, լեհական կողմից Լուցիան Պիետրշիկը։ Հայաստանը անվերջ սիրելու երկիր է, փաստում է մեր երկիր առաջին անգամ ժամանած Սեյմի падգամավորը։ Ինձ համար պատիվ է լինել քրիստոնեությունն առաջին ընդունած երկրում։ Ազգային ժողովի խորհրդարանականների հետ գործընկերային հարաբերություններից բացի հաստատված են ընկերական կապեր։ Նմանատիպ հանդիպումները արդյունավետ են թե Հայաստանի, թե Լեհաստանի համար։ Անդրադառնալով անվտանգային ուղղություններին Արուսյակ Ջուլհակյանը խոսեց նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։ Այս առումով ես ուզում եմ ընդգծել Լեհաստանի առանցքային դերակատարությունը Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության նախ ժամանակին հաստատման հարցում եւ ապա արդեն իսկ տեղում կատարված աշխատանքի առումով առաքելությունը առանցքային նշանակություն ունի Հայաստան-Ադրբեջան սահմանի կայունության ապահովման հարցում։ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից падգամավորը խոսեց նաև վիզաների ազատականացման հարցում այս պահին ընթացող երկխոսության վերաբերյալ։ Երևանում Սեյմի պատվիրակները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։